ինքնակատարելագործում, թե նորաձևություն, հոգու և մարմնի մաքրություն, թե դիետա, մեծ պահքի մասին, այսօր Կենդանի մատյանում։ Այսօր մեր հաղորդման հյուրերն են Ռաֆիկ Նահապետյան, ազգագրագետ, Ռուզաննա Մնացականյան, բժիշկ դիետոլոգ, Տերասողիկ Քահանա Կարապետյան, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն, Նազենի Հովհաննիսյան, դերասանուհի, հաղորդավար և Վահե Անթանեսյան, պատմաբան։ Վերջին շրջանում շատ են այն մարդիկ, ովքեր հետևում են մեծ պահքին, կամ ժողովրդի լեզվով ասած պաս են պահում, ձեր անձնական կարծիքով, այ քանի տոկոսն է մոտավորապես, կամ որ հատվածն է հասկանում ինչ է պահքը, և ինչի համար են պահումը։ Խնդրեմ, պարոն Նահապետյան։ Դժբախտաբար մեր օրերում հետևորդները քիչ են, նեղ շրջանակ է, հիմնականում հավատացյալների շրջանակն է և նաև մեզանում իմ տարիքի մարդիկ, որոնք իսկապես ուզում են հետևել առողջության պահպանմանը, փորձում են այս եղանակով լիցքաթափվել և մարմնի բարետեսությունը վերականգնել։ Ես ներողություն եմ խնդրում, թեև Տեր հայրը վստահ եմ ավելի ճիշտ կպատասխանի այս հարցին, բայց չեմ կարծում, որ սա մարմնի բարետեսությունը վերականգնելու միջոց է, և երբ որ դուք նշում եք ձեր սերնդի պահը, ես խորագույն հարգանքով եմ լծված ձեր սերնդի նկատմամբ, բայց ինչ վերաբերում է մեծ պահքին, ապա երիտասարդ սերունդը, ուրախություն բոլորի, պետք է նշել, որ շատ հետևողական է այս խնդրին, և խորագույն հավատքով է։ Դուք գտնում եք, որ երիտասարդ սերունդը հետևողական է ոչ թե դիետային այլ պահքին։ Կարեն, ես ուզում եմ հիշեցնել, որ ես էլ այդ սերնդի մի ներկայացուցիչ եմ, շատ էլ որ շատերը մեծի տեղ են դնում, բայց այո, հետևում են մեծ պահքին և շատ հստակ տարանջատում են դիետան պահքի խորհրդից, և եթե դուք գնաք եկեղեցի, ես ունեմ այդ հնարավորությունը ամեն օր վայելելու հոգևոր այդ սնունդը, գտնում եմ օրվա մեջ այդ ժամը, և ես տեսնում եմ, որ հիմնական մասը երիտասարդներ են գնում, այո, գնում են նաև տարեցներ և ցավոք ավելի կանանց մասն է գնում, քան տղամարդկանց, բայց շատ երիտասարդներ են, 30-ից և բարձր, ավելի ցածր, 15 թինեյջեր տարիքի, և ամենահիացական փաստն այն է, որ գնում են, մոտենում են Տեր հայրերին, հարցնում են խորհուրդ, այո, կարող է շատ բան չգիտեն, բայց փորձում են ինտերնետ կայքերով, նույն 3w.քահանա.am-ով են փորձում շատ բաներ ճշտել, այսինքն այսօր ինֆորմացիոն դաշտը այնպիսին է, որ քեզ տալիս է հնարավորություն, և մարդը, ով գալիս է այդ մեծ ուղուն, մեծ պահքին, դա այդքան հեշտ բան չի, պահեցողությունը, և մտքի, և չբարկանալու և մարդկային այդ մեծ պահքի արարողությունը արդեն ընկալելով են գալիս դրան, ոչ թե սննդակարգ։ Շնորհակալություն, ամեն դեպքում բոլորին լսենք, հետո մենք իհարկե կվերադառնանք, լսում ենք ձեզ։ Որպես բժիշկ դիետոլոգ ես ուզում եմ նշեմ, որ իհարկե պահքը հոգևոր հասկացություն ունի և պետք չէ այն պահպանել օրգանիզմը մաքրելու նպատակով, այն պետք է պահպանել հոգին մաքրելու նպատակով, և ուզում եմ շատ նշել, որ պետք չէ այն վերադասել դիետաներին, դա քաշը նվազեցնելու միջոց չէ, ասեմ ավելին, լինում են հակառակ դեպքերը, երբ որ պահքից հետո տեղի է ունենում քաշի ավելացում։ Շնորհակալություն, Տերասողիկ։ Ինձ համար բնականաբար իբրև հոգևորական պահքի նկատմամբ այլ վերաբերմունք կա և դա պայմանավորված է մեր Սուրբ եկեղեցու, Քրիստոսի Սուրբ եկեղեցու մոտեցմամբ։ Եկեղեցին մեր մայրն է, մենք եկեղեցու հոգևոր զավակներն ենք։ Եվ ինչպես ամեն մի մայր, այնպես էլ Սուրբ եկեղեցին հոգ է տանում իր զավակների և հոգևոր և ֆիզիկական առողջության մասին։ Եվ այնպիսի իմաստուն տնօրինություն է կատարել, որ տարին իր օրերով բաժանվել է պահոց և ուտիքի օրերի, տոնական և ապաշխարության օրերի։ Եվ ամեն անձ, ով հետևորդ է Սուրբ եկեղեցու, այսինքն մկրտությամբ անդամ է Քրիստոսի Սուրբ եկեղեցու, նա կարծես թե առանց որևէ դժվարության իր ուսերին է առնում այդ պարտավորությունը սիրով և իր կյանքը փորձում է կազմակերպել ըստ եկեղեցական տոնացույցի։ Եվ ես իբրև եկեղեցական, որ
բնականաբար առաջին հերթին իմ պարտքն է պահել պահպանել այն բոլոր կանոնները, որոնք կան եկեղեցում, սակայն դրանից դուրս իբրև մի պարզ հավատացյալ ես փորձում եմ իմ կյանքը կազմակերպել այդ տոնացույցի համաձայն։ Եվ երբ ես կազմակերպում եմ այդ տոնացույցի համաձայն իմ կյանքը, այնտեղ ամեն ինչ ներդաշնակ է։ Ուտիքի օրերին ապրում եմ այդ ուրախությունը, ուտիքի օրերին ապրում եմ այն ուրախությունը, որ պարգևում է համապատասխան կերակուրը, եւ ապաշխարության օրերին փորձում եմ իմ անձին անդրադառնալ, իմ անձը քննել եւ կամքս զորացնել մնացյալ օրերին իմ կյանքը ճիշտ կազմակերպելու համար։ Եվ այսօր եկեղեցին բնականաբար հավատաքննությամբ չի զբաղվում։ Եվ հայոց եկեղեցին իր պատմության ողջ ընթացքում մարդկանց այսպես ինկվիզիցիայի չի ենթարկել։ Մարդիկ իրենք են ազատ իրենց խղճի առջև պահքը պահելու կամ չպահելու կամ ինչպես պահելու եւ կամ ինչպես չպահելու։ Մենք ուրախ ենք, որ մարդիկ գնում են դեպի տոնական ընթացակարգ եւ ինչպես սիրելի Նազենին նշեց, երիտասարդները գիտակցորեն այդ քայլը կատարում են։ Խնդիր չէ, թե խորապես չեն գիտակցում կամ ամբողջությամբ չեն պահում, բայց կարևորն այն է, որ իրենք արդեն ունեն այդ գիտակցությունը պահքը պահելու եւ ոչ թե մարմնին ճնշումների ենթարկելու նպատակով, այլ այդ նուրբ զգացումները իրենց մեջ նուրբ կերակուրների միջոցով կենթանի եւ գործուն պահելու, որտեվ պահքի նպատակը դա է՝ օգնել մարդուն, որ խորամուխ լինի իր հոգեվոր կյանքի մեջ, իր հոգեվոր ապրումների ու զգացումների մեջ։ Շնորհակալություն, պարոն Անտանեսյան, լսում ենք ձեզ։ Ես տեսնում եմ երկու մոտեցում պահքի վերաբերյալ, առաջինը դա պահք առողջությունը պահպանելու, վերականգնելու նպատակով եւ պահքը որպես հոգեվոր արժեք, բոլոր դեպքերում որպես հոգեվոր արժեք։ Ես երկուսն էլ միգուցե իմ սուբյեկտիվ տեսակետն է, երկուսն էլ մի քիչ աբսուրդ եմ համարում հետեւյալ իմաստով։ Եթե մենք տարվա ամբողջ ընթացքում ճիշտ սնվենք, այսինքն չափավոր սնվենք, ճիշտ սնվենք, ինչ կարիք կա արդեն այդ օրգանիզմը մաքրելու։ Եթե մենք ժուշկալ չենք կամ առհասարակ չափից շատ ենք ուտում, դա այլ խնդիր է, դա արդեն ի սկզբանե հիվանդություն է, բայց եթե մենք ամբողջ տարին ճիշտ սննդակարգով ենք ապրում, ինձ թվում է պահքի կարիքը ամենևին չկա։ Որպես հոգևոր արժեք էլ դրան համաձայն չեմ, ես ինքս չեմ ընդունում ադամական մեղքի այդ հասկացությունը, այդ գաղափարը, եւ եթե տարվա մեջ ընդունենք եկեղեցիական տոնացույցով, որ համարյա կեսը պահուց օրեր են, կեսը, այսինքն ապաշխարանքի օրեր են եւ կեսը տոնացույցով ինչ որ տոներ են, նշանակում է մարդը առհասարակ տոն նշելու իրանք չունի, որովհետեւ ստիպված պիտի լինի դրա անմիջապես հետո ապաշխարել այդ տոնի համար։ Ես դարձյալ դա անիմաստ եմ համարում։ Ամենևին, ներողություն, ամենևին եկեղեցու տոնական համակարգում ուրախությունից հետո ապաշխարելու խնդիր չկա։ Երբ որ մենք Քրիստոսի հրաշափառ ծնունդն ենք տոնում կամ Սուրբ Զատիկն ենք տոնում, Սուրբ Հարությունը, այդ տոնից հետո մենք չենք ապաշխարում։ Ընդհակառակը մենք մեր կյանքը այդ տոնի ուրախությամբ ենք կազմակերպում եւ քրիստոնեության մեջ շատ կարեւոր հանգամանք կա։ Քրիստոնյան լաց չի լինում։ Քրիստոնյան լացու կոծով իր կյանքը չի ապրում։ Քրիստոնյան իր անձը չի դատապետում։ Մենք իբրև եկեղեցի միշտ հորդորում ենք, որ կյանքը անհրաժեշտ է լիապես ապրել, բայց այդ լիության մեջ պետք է լինի արդարությունը։ Բայց չէ որ դուք նշեցիք, որ պահքը ընկալում ենք նաև որպես ապաշխարանք, այդ դեպքում ինչին ենք ապաշխարում։ Այո, ապաշխարանք, որովհետև քրիստոնեական ամբողջ կյանքը հիմնված է Քրիստոսի անձի վրա։ Եվ մենք մեծ պահքը պահելով վերապրում ենք Քրիստոսի, մեր փրկչի, մեր Տիրոջ, մեր Աստծո այն չարչարանքը, այն փորձությունը, որ նա ապրեց մեր փրկության համար։ Ասել կուզի եկեղեցին իր հավատացյալներին պարտադրում է չարչարվել, տանել Քրիստոսի չարչարանքներով ապրել շարունակ ամբողջ կյանքում, տարվա ուղիղ կեսը պահք պահել, որպեսզի մենք հասկանանք դա։ Չեմ կարծում, թե Քրիստոսի չարչարանքները առհասարակ կյանքում որևէ մեկը կարողանար տանել։ Դրա համար նա Քրիստոսն է եղել եւ չեմ կարծում, որ սա քննարկել։ Համամիտ եմ, խնդիրը խորհրդի մեջ եմ ես տեսնում։ Իմաստ ապաշխարանքի որն է, եթե
Մենք ապրում ենք, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, մենք հանցագործություն չենք անում, մաքսանենգությամբ չենք զբաղվում, եսիմին չենք անում, չենք խաբում, չենք սպանում, չենք գողանում, իմաստը որն է այդ ապաշխարանքի։ Այդ տանջանքի, որ տարվա ուղիղ կեսը մենք պիտի ապաշխարենք, դրա իմաստը ես չեմ տեսնում։ Երբ որ մարդ իր կյանքը աշխարհից վրա թեկուզ 1 օր ապրի, առանց մեղքի այս աշխարհից դուրս չի գալիս։ Սա սուրբ գրքի ճշմարտությունն է։ Եվ չկա մի մարդ, որ առանց մեղքի լինի։ Նույնիսկ ես, եթե հոգևորական եմ եւ Սուրբ Ավետարանն եմ քարոզում, մարդկանց սրբության կոչ եմ անում, ես զերծ չեմ մեղքից։ Պարոն Անտանեսյան, մի այդպիսի հարց տամ, հա, երբևիցե թեկուս լավ նպատակներով չեք խաբել։ Իհարկե խաբել եմ։ Ապաշխարել պետք է դրա համար։ Կարծում եմ ոչ։ Ոչ։ Ներեցեք, ես ուզում եմ վերադառնալ ճիշտ սննդակարգին, չկա իրոք այդպիսի մարդ, որ ամբողջ տարի սնվում է ճիշտ սննդակարգով։ Միշտ լինում են որևիցե ծննդյան օրեր, որևիցե խախտումներ, եւ ասեմ, այո, իհարկե օրգանիզմի հետ կատարվում են փոփոխություններ պահքի ժամանակ։ Օրգանիզմը աստիճանաբար է ընտելանում այդ սննդակարգին, քանի որ մենք հրաժարվում ենք կենդանական ծագում ունեցող մթերքներից եւ օգտագործում ենք հիմնական բուսական մթերքներ։ Առաջի օրերին այդպես պատճառով կարող են առաջանալ այդպիսի սիմպտոմներ, ինչպես գլխապտույտը, գլխացավը, նույնիսկ զարկերակային ճշմարտ տատանումներ են կատարվում, բայց մի որոշ ժամանակ հետո, երբ որ մեր օրգանիզմը արդեն ընտելանում է, հավատացնում եմ ձեզ որպես բժիշկ, կատարվում է նյութափոխանակության բարելավում։ Աղեստամոքսային համակարգը աշխատում է առանց լարվածության, հանգիստ, եւ բժշկության տեսանկյունից պահքը ուղղակի խորհուրդ չի տրվում պահպանել միայն ուռուցքային հիվանդությունների ժամանակ եւ իհարկե հղիներին եւ երեխաներին, որոնք պետք է անպայման սնվեն բալանսավորված։ Իսկ բժշկության տեսակետից խորհուրդ է տրվում 40-օրյա պահ, ապա մի քանի օր ծոմ։ Այո, որովհետև բժշկության մեջ կա այսպիսի հասկացողություն, ինչպես բուժական քաղցածություն։ Դա նման է ծոմին, եւ դա մի շաբաթ է, ինչքան գիտեմ։ Այո, Տեր հայր, ճիշտ է, 1 շաբաթվա ծոմը պահպանում է 1 շաբաթ։ 1 շաբաթ 7 օրը նույնիսկ նշանակվում է բժիշկների կողմից որպես քաղցածություն որոշ հիվանդությունների բուժման հետևանքով։ Առողջ մարդ, հասկացեք, 40 տարեկանից հետո բոլորը ունեն խնդիրներ, 30 տարեկանից հետո նույնպես։ Եվ երեխաներին ցանկալի չէ, քանի որ նրանք պետք է սնվեն բալանսավորված։ Դա աճող օրգանիզմ է, սակայն կա մի տարիք մարդու օրգանիզմում, որը նա ոչ թե պետք է նույնիսկ ստանա սնունդը զարգանալու, աճելու համար, այլ հակառակը, մարդ վերադառնում է ոնց որ իր մանկության տարիներին, ինչպես երեխաներն են սնվում ժամ առ ժամ, ավելի փոքր չափաբաժիններով, ավելի հաճախ, այդպես էլ մարդ իր տարիքով մեծանալով պետք է վերադառնա այդ ցանկին։ Գիտեք ինչ, Պարոն Աթանեսյան, մի բան ասեմ։ Խնդրեմ իհարկե։ Ես իհարկե 21-րդ դարի քաղաքացի որպես պետք է որ լինեմ հանդուրժող եւ շատ ազատախոհ, բայց որպես քրիստոնյա հայ առաքելական եկեղեցու հետևորդ մասնավորապես ես իմ մեջ հիմա երկու ուժեր են իրար դեմ պայքարում ու մանավանդ ուզում եմ հաշվի առնել, որ մենք միայնակ չենք, որպեսզի սա ու պայծողության շրջան է ու ես շատ հանգիստ եմ ընդունում ինչ որ դուք ասում եք վայ, բայց չէ։ Ուղղակի երբ որ ես ձեզ լսում եմ, ես ուզում եմ հասկանալ, միթե դուք ունեք այդքան իդեալական հոգեվոր առողջություն, հոգեկան առողջություն, եւ արդյոք դուք կարծում եք, որ դուք այն մարդն եք, որը որևէ կերպ չի մեղսագործում։ Հարցը այն չի, մենք չպետք է որևէ մեկին սպանենք քավլիցի, որ համարենք, որ մենք մեղք են գործել։ Եվ պայհոց շրջանը խոսքը սննդակարգի մասին չէ միայն, այլ սկսած առիթից, որ դու ունես առիթ եւս մեկ անգամ գնալու եկեղեցի, թեև դա պետք է անել անառիթ ամեն օր, բայց չէ որ դուք երբ գնում եք եկեղեցի։ Ոչ։ Դե ուրեմն դուք բարձրապես անհավատ եք։ Ոչ, աթեիստներ։ Ես արորդի եմ։ Հասկանալի։ Իմ տղան ծնվել է մարտի 15-ին, որը ըստ էության միշտ պահուց շրջան է։ Երբևիցե ինքը կյանքում իրանք չունի ծննդյան օր նշի ուրախանա, ինչպես ասենք աշխարհիկներս ենք ուրախանում։ Եթե նա թեկուզ ճշմարիտ քրիստոնյա, ճշմարիտ հավատացյալ է եւ ցանկանում է պասը պահել, նա երբևիցե կյանքում չի ուրախանալու, իր ծննդյան օրը չի նշելու, չի խրախճանքի մեջ չի լինելու։ Բայց ո՞վ է ձեզ ասում, որ մենք տխրում ենք, եթե ասենք իմ քույրիկի ծննդյան օրը մարտի 1-ին է, եւ ես մեծ սիրով այդ պահոց շատ ճոխ սեղան է եւ ես սրտանց ուրախանում եմ։ Եկեք պահոց սեղանը ճոխ չհամարենք, բոլոր դեպքերում դա
Դա ձեր կարծիքն է։ Գիտեք, տարօրինակ համադրություններով տարօրինակ քաղցր տորտ ունենալը սեղանին չի նշանակում ունենալ ճոխ սեղան։ Դրանք տարբեր բաներ են։ Շնորհակալություն պարոն Նահապետյան, Դուք ինչ ինձ որ թույլ տվեք, ես Այո, իհարկե։ Ամանորը մեր մոտ համընկնում է 6 օրյա պահեծողության շրջանին։ Եվ օրենքով պետք է արգելվել կենթանական եւ յուղալի ուտեստեղենի օգտագործում եւ այլն։ Անցյալում չի արվել դա, չեն օգտագործել ոչ ազդրամիս, չգիտեմ, ոչ կենթանական եւ յուղալի այլ ծագմամբ ուտեստեղեն։ Իսկ խմիչք նոր տարին։ Օրինակ մեր Տեր հայրն ասեց խմիչք, օղին այդ օրը ես ասեմ ձեզ, իմ գրանցած նյութերում կա որ այդ օրը նորապսակները հենց առաջին օրը նորապսակները գնում էին աներոջ տունը շնորհավորելու աներոջ պասը եւ ուղի էին տանում իրենց հետ կամ գնում էին զոքաչին տեսնելու եւ տանում էին տանը պատրաստած բաղարժների եւ ուտեստեղ ավելի ճիշտ բնորոշ ուտեստեղ։ Ուզում եք ասեք հայերը օղի են ունեցել, օղի են տարել թե գինի էին տանում։ Նաեւ օղի ցքի 19-րդ դարի նյութերում 18-րդ դարում ես այսօր ասեմ Փաստոց Բյուզանդը մանրակրկիտ նայել եմ այնքան գեղեցիկ նկարագրություններ ունի եւ Տեր հայրը ճիշտ ասեց առանց վրանելու ապաշխարության սա նաեւ դրսևորումներից մեկն է որովհետեւ մարդը չի կարող պատահել կենսագործունեության ընթացքում երբևէ մեղքեր գործած չլինի եւ նրանք պետք է ապաշխարություն անեն եւ արքաները հատուկ այդ օրերը գնում են ապաշխարում են իրենց գործած մեղքերի համար։ Թույլ տվեք ձեզ հակադարձել հետևյալով։ Շնորհակալություն, կվերադառնանք կարճատև դադարից հետո։ Մենք այս 40 օրերի ընթացքին վերապրում ենք Քրիստոսի 40-օրյա ծոմապահության շրջանը։ Հոգու մեղքերը կերակրի միջոցով քավել պետք չի, ուղղակի ապաշխարեք աղոթքով։ Որևէ մեկը քեզ չի ասում, որ «Օ, ինչու կերար դու վերջ մեղքի մեջ ես»։ Եվ դուք կարծում եք զորական աղոթքով կարող եք սուր բարձրացնել թշնամու դեմ կամ շինականը գութան բռնել 40 օր աղուհաց ուտելով։ Լսում ենք ձեզ պարոն Անտոնիսյան։ Խնդիրը հետևյալի մեջ է, ես դեմ չեմ առհասարակ պասին, ես դեմ եմ երկարատև պասին։ Պասպահել են նաև բնապաշտական ժամանակներում, պասպահել են այլ կրոնների հետևորդները եւս։ Խնդիրը այս 40-օրյա պասի մասին է, որ ես իսկապես կատեգորիկ դեմ եմ ինչու համար։ Ենթադրենք մենք ապրում ենք հիմա 8-րդ դարում, 10-րդ դարում։ Ինչ պիտի ուտեր 40 օր պասպահող Սասունցին, որտեղ ձյունը Լեռնային Սասունում ապրիլի վերջին մայիսի սկզբին է հալվում։ Ինչ պիտի ուտեր ապարանցին, Քյավառցին կամ Տավրոսի լեռներում ապրողը։ 40 օր շարունակ միայն չորացած այդ բուսատեսակներ ուտելը ինձ թվում է դա ուղղակի հակամարտկային է։ Այսօր այդ հնարավորությունները շատ կան, մենք կարող ենք պահածոյացնել սնունդը, ուտելիքը։ Ամենևին համաձայն չեմ, որովհետև իմ մորական կողմով ես սասունցի եմ եւ տեսնում եք սասունցիների սերունդները եկել հասել են 21-րդ դար, այնպես որ նրանք ավելի իմաստուն են եղել։ հասել են Արևելյան Հայաստանում ոչ սասունում, եկեք ըստ այդտեղից սկսենք։ Արևելյան Հայաստան կամ Արևմտյան Հայաստան նման բան չկա։ Պատմական Հայաստանը մեկն է եւ մեր հայրենիքի դատարկման պատճառները այլ են։ Պահք պահելը չէ։ Տեր հայր, այսպեսի մի հարց, տեսեք, բոլորը ասում են, որ սա ավելի շատ հոգու մաքրության համար է, հա, մեծ պահքը, չէ, որպեսզի, չգիտեմ, մեղքեր չգործեն ավելի շատ հոգին մաքրվի, իսկ ասենք այդ դեպքում հնարավոր չէ, ինչու է պարտադիր պահքի այն հատվածը ուտելիքային հատվածը, ուտեստային հատվածը, չէ, որ կարելի է պահել նաև հոգու մաքրության համար եւ ոչ միայն այդ 48 օրը, այլ ամբողջ տարի։ Իմ խոսքի սկզբում նշեցի, որ եկեղեցու յուրաքանչյուր տոնացույցի յուրաքանչյուր բաղադրիչի հիմքում ընկած է ավետարանական պատգամը, պատվիրանը, Քրիստոսի կյանքը։ Մենք այս 40 օրերի ընթացքին վերապրում ենք Քրիստոսի 40-օրյա ծոմապահության շրջանը, երբ նա մկրտությունից հետո գնաց անապատ եւ 40 օր պահք պահեց, ծոմ պահեց, որից հետո մտավ իր առաքելության մեջ։ Եվ մեծ պահքի շրջանում եկեղեցին վերապրում է մարդկային կյանքի ողջ պատմությունը։ Բուն բարեկենդանը, որ խորհրդանշում է դրախտային վիճակը, արարչագործության ժամանակ մարդու երջանիկ վիճակը դրախտում, եւ դրախտից հետո արտաքսվելը եւ քայլ առ քայլ Քրիստոսի գալուստին մոտենալը։ Մեծ պահքի շրջանում մենք վերապրում ենք մարդկային կյանքի ամբողջ պատմությունը եւ հասնում ենք Սուրբ Հարության բարձունքին, որը
քրիստոնյաների ակնկալությունն է եւ ոչ քրիստոնյաների համար իրականությունն է։ Որովհետեւ Քրիստոս է Տերը, Փրկիչը եւ Աստվածը եւ նրա հարությունը պատմական իրադարձություն է, որ չի կարող ժխտել որևէ ադամորդի այս երկրի վրա։ Ախր դուք հակասում եք ձեզ։ Եվ հիմա տեսեք, երբ որ եկեղեցին պահք է պահում, պահքի միջոցով մենք մեր կամքն ենք զորացնում, որովհետև շատեր համադամ ուտեստներից կարճած են եւ կամքի գործադրումով նրանք պիտի հրաժարվեն խորովածից, տոլմայից կամ մեկ ուրիշ համեղ կերակուրից։ Եվ այստեղ պահեցողությունը ոչ թե ֆիզիկական ինչ-որ առողջության նպատակ է հետապնդում, ինչը նաև կա պահքի մեջ, այլ առաջին հերթին կամքի զորացում, որպեսզի ուտեստից դու հեռանալով, կամքդ ամուր պահելով, կարողանաս նույնպես հեռանալ քո անձի վատ հատկանիշներից, քո կյանքի վատ երևույթներից։ Եթե ես իմ կամքը չզորացնեմ գոնե այդ ճանապարհով, ես չեմ կարող ստախոսության դեմ պայքարել, ես չեմ կարող հայոյախոսության դեմ պայքարել, ես չեմ կարող մեկ ուրիշ արատավոր երևույթ իմ միջից վերացնել, եթե ես կամքի ուժ չունեմ։ Իսկ քրիստոնյան պիտի ունենա այդ կամքի ուժը եւ կարողանա այդ կամքի ուժը գործադրելով հասնել հոգեվոր առաջընթացի, հասնել հոգեվոր մի հաջողության։ Պահքը պարզապես նպաստում է, որ քո մեջ ձևավորվի այդ հատկանիշը։ Թույլ տվեք չհամաձայնվել, եթե բարեկենդանը խորհրդանշում է դրախտը, եւ մենք ունենք 5 կտականից այս հատվածը Ադան եւ Ան դրախտում էին եւ դրախտից արտաքսեց նրանց Աստված մեղքի համար, իսկ բարեկենդանը դաշվայտության, ճոխության, խրախճանքի տոն է, բայց գոնե Աստվածաշնչում նման բան չունեն գրած շվայտություն, ճոխություն կամ խրախճանք Ադամի եւ Եվայի կողմից նման նկարագրություն չունենք եւ առհասարակ եթե բարեկենդան, այսինքն այդ խրախճանքը դրախտ է, ինչու դրախտ չսարքել ամեն օրը մեր կենցաղը, զազուտ հարաբերական իմաստով եմ ասում, բայց ես կրկնում եմ իմ միտքը, մենք ունեցել ենք համակարգված խոհանոց, ազգային խոհանոց եւ տարվա մեջ յուրաքանչյուր օր ունեցել է իր խոհանոցը, դա լինի ծիսական, թե կենցաղային։ Երբ, որ ժամանակահատվածում։ Թե նախաքրիստոնեական շրջանում, թե քրիստոնեության ընդունման այդ առաջին մի քանի դարերի ընթացքում, երբ աստիճանաբար համակարգվեց, աստիճանաբար ստեղծվեց այսօրվա քրիստոնեական տոնացույցը, որը շատ բան ցավոք աղճատեց։ Եվ հետևաբար, եթե մենք կարողանանք ամբողջ տարվա ընթացքում սնվել այնպես, ինչպես հարկն է, այնինչը օգտվել այն սննդամթերքից, բնամթերքից, ինչ մեզ մատուցում է բնությունը, մենք երբևիցե խնդիր չենք ունենա առողջության հետ կապված, առավել եւս խնդիր չենք ունենա հոգու հետ կապված։ Ես ասեմ ձեզ, այսօր եթե դեռ ձյուն է, մենք ինչ պիտի ուտենք եւ բնությունը մեզ ոչինչ չի տալիս, եկեք պասպահենք մայիսից սկսած, ապրիլի կեսերից սկսած։ Կներեք էլի, ես մարդ եմ, ընդամենը 30 տարեկան աղջիկ, ով աշխատում է օրը 24 ժամ։ Ոչ ավել, ոչ պակաս։ Հիմա դուք այնքան եք բարդացնում այդ ուտելու խնդիրը, որ ես մտածում եմ, կարող է սովամահ եմ եղել, բայց չգիտեմ այդ մասին։ Ոչ, այդ ուտելիքը, գիտեք, դրա մասին էր խոսում նաև Տեր Ասողիկը, որ այդքան կարևոր բան չի մեր կյանքում հենց այս պահին, որքան որ մենք ենք կարևորում։ Այո, անշուշտ կարևոր է, որպեսզի ես ստանամ սնունդ, որ ունենամ էներգիա, որպեսզի կարողանամ վարել համերգ, հաղորդում, գնալ խաղալ եւ այլն։ Եվ հետաքրքիր բան է, ինձ համար օրինակ որպես դերասանուհու շատ բարդ է պահոց շրջանում խաղալ դեր բեմում, որովհետեւ մսային սննդամթերքը տալիս է ագրեսիա։ Մեր դիետոլոգը թույլ չի տա, որ ես խափեմ։ Եվ այդ ագրեսիայի պակասը, որպես ներվ ենք մենք դա կոչում դերասանես, այդ պակասը ես զգում եմ, բայց գլոբալ առումով դա ինձ չի խանգարում, որովհետև այդ ագրեսիայի պակասը տարվա ընթացքում հաստատ չենք զգում, անգամ ավելցուկն ենք զգում։ Եվ եւս մի բան, երբ որ մի տարվա ընթացքում գիտեք ինչքան էլ մարդը փորձի ինքնակննադատությամբ զբաղվել եւ ներհայեցողությամբ, միևնույն է այդքան կարող չի եւ այն պահից ինձ թվում է որ մարդը դառնում է կատարյալ ու կարող գուցե հեռանում է այս աշխարհից կամ վերածվում է մի այլ երևույթի ինչեւէ համենայն դեպս մեր ամբողջ քրիստոնյայի ամբողջ ընթացքը միտված է մի բանի կատարելագործվել Եվ դրա համար կան տարբեր միջոցներ եւ նաեւ Սուրբ գրքում գրված տրված միջոցներ։ Հիմա ցավոք սրտի դուք նշեցիք եւ Տեր Ասողիկ նշեց, եկեղեցին չի պարտադրում, ցավոք եմ ասում, լավ կլիներ որ պարտադրեր։ Շատ բաներ ես անկեղծ կուզեի որ եկեղեցին պարտադրեր։
Իսկ որպեսի նազելի պես մարդիկ աշխատասեր շատ իրանց լավ զգան, ուղղակի անհրաժեշտ է անպայման օգտագործել բուսական սպիտակուցներ, որոնք լիովին են, հավատացեք, եւ սուն կարելի է օգտագործել, եւ ընկուզեղեն, լոբազգիներ, իսկ այն մարդիկ, ովքեր չեն հասցնում նախաճաշել, ճաշել, նրանք նույնիսկ իրենց հետ կարող են վերցնել, ինչքան հարմար է աշխատանքի վայրում, որևիցե մրգեր, կարող եք ասել։ Հատիկները։ Հիմա չէ։ Դուք սունկ մի 400 տարի առաջ սունկ որտեղից պիտի ճարել ասենք 400 տարի առաջ ես ինքս իմ պրակտիկայում լոբին չորացնել են առհասարակ պասը որպես երևույթ ոչ թե պասը այսօր հնարավորություն շատ Պարոն Աթանեսյան, ձեր նշած տարիներ առաջ եւ մարդիկ ավելանում են քանակությամբ, ովքեր պահպանում են։ Իհարկե, պարոն Նահապետյան, տեսեք 301 թվականին հայերը ընդունել են քրիստոնեություն։ Մինչ այդ հետանոսական շրջանում բավականին երկար շրջան ծաղկել են ունեցել են թագավորություն, հետևաբար եղել է արդեն բավականին երկար ժամանակ ձևավորված ազգ եւ ունեցել են իրենց ծեսերը, իրենց տոները, հա։ Կա արդյոք այդ հին ազգային, որը մինչ օրս ինչ որ բաներ գալիս են, այդ ծեսերի ծիսակատարությունների եւ քրիստոնեական ծեսերի միջև հակասություններ կան թե ոչ։ Շատ լավ, սիրով։ Նախ ասեմ, որ նախ այս տոնի վերաբերյալ, որ սա զուտ քրիստոնեական, փաստորեն այսօր ընդունված է ծիսական արարողակարգի մեջ, բայց չմոռանանք ասել, որ դրանք իրենց արմատներով հասնում են հետանոսության շրջանը, որը ձեր ասելով ճիշտ եք ասում, տևական մի ժամանակաշրջան է եղել։ Եվ այն ժամանակ ես մի անգամ այս պահին այդ մտքին համաձայն եմ պարոն Աթանեսյանի հետ այն առումով, որ իսկապես բերք ու բարիքը անբարելուց հետո, որ համընկնում էր արդեն բարեկենդանի շրջանին, իսկապես դա խրախճանքների, ուտելիքի, առատության եւ այլն, եւ հանկարծ բնակչությունը ժողովուրդը մտածում է, սպառման եզրին կանգնած մարդը ինչ քայլի դիմի, որ կարողանա գարուն հասնի, երկրագործական աշխատանքները սկսի եւ նորից վերականգնի իր նախկին եռանդուն գործունեությունը։ Ահա դիմում է այս ուրեմն մինչև քրիստոնեության այս գաղափարի մշակումը ժողովուրդն արդեն հետանոսությունն արդեն այս արարողությունը իրականացնում էր այս եղանակով, մտցնում էր պահեծողություն։ Հիմա հետանոսության շրջանում մենք ունեցել ենք տոնական արարողությունը մի ամբողջ համալիր։ Դրա մեջ է մտնում առանձնապես ամանորյան տոնակատարությունները, բարեկենդանյան արարողությունները, որոնք արքունական պետական համակարգի մեջ մտած պարդարդի տոնական արարողություններ էին, իսկ քրիստոնեական շատ արարողություն, ինչպես օրինակ ասենք մեծ պահքի, ինչպես նաև այլ տաղավարտոների, այո, բազմաթիվ այդ ուրեմն ծառ զարդարի, որը մտնում է մեծ պահքի վերջին շաբաթի արարողությունը, բայց իր ծիսահամալիրի առատությամբ արդեն զատվեց մեծ պահքից եւ դարձավ առանձին ինքնուրույն ուրեմն տոնական համալիր, ահա կան ուրեմն չկա մի տոն այսօր, որ 13 տաղավարային տոների չկա մեկը, որի արմատները չխորանան դեպի հետանոսության շրջանը։ Այլ բանի որ թե տրնդեզը, թե վարդավառը, նավասարդը, այլ բանի որ մեր եկեղեցին, քրիստոնեական եկեղեցին շատ ճկուն, խելացի, կազմակերպված հունի մեջ դրեց այդ տոնական համալիրը եւ նաեւ համապատասխանեցրեց քրիստոնեական գաղափարներին։ Իսկ դուք կարող եք պնդել, որ այն ժամանակ ճկուն չէր համակարգը, կարող եք պնդել, որ այդ ժամանակ սխալ համակարգ չէ, ճկունություն չէ, այստեղ պետք է նաև համապատասխանել քրիստոնեական գաղափարախոսությանը, որովհետև որին հետևել են այսինքն արժեհամակարգի խնդիր է այստեղ առաջանում։ Ես ուզեմ մի սրբազան հետևաբար ես պնդում եմ, որ հոգու մեղքերը կերակրի միջոցով քավել պետք չի, ուղղակի ապաշխարել աղոթքով, ապաշխարել գործով, նեղանչելով, բայց ինչու միսը ագրեսիա է տալիս։ Եթե դուք այդ պահին այդ միսը ուտում եք, ուզեք չուզեք, դուք ուրիշ ձևով եք ապրում այդ պահին, ուրիշ ձևով է ձեր արյունը մակարդվում կամ ուրիշ ձևով է ձեր շրջանառությունը կատարվում։ Ես այսօր ագրեսիվ եմ։ Մի քիչ այո։ Դազենի ես այսօր միշտ չեմ։ Չէ, այսօրվա մասին չի խոսքը։ Այո, Տեր ասողիկ։ Մեր եկեղեցին ոչ թե իր տոներին իբրև հիմք դարձրեց հետանոսական տոնական համակարգը, ես ինչպես նշեցի արդեն տոների հիմքում Քրիստոսի կյանքն է, Քրիստոսի կյանքի իրադարձություններն են։ Պարզապես որոշ հետանոսական տոներ, որոնք ծառայում են քրիստոնեական նպատակների առավել
առարկայական ընկալման եւ ընդունման որոշ սովորույթներ գցեց քրիստոնեական տոնական համակարգին, ինչպես օրինակ Տիառնընթարաչի խարույկը, Վարդավառի ժամանակ ջուր ծողելը եւ այլն եւ այլն։ Ինչպես նաեւ մատաղի սովորույթը, որը խորապես հեթանոսական սովորույթ էր եւ այսօր դարձավ քրիստոնեական բարեգործություն, ողորմություն։ Եվ մի ուրիշ հարց էլ էստեղ կուզեմ շեշտել, ամենակարևոր պահը, երբ որ մենք ննջեցյալ ենք ունենում, մենք ննջեցյալի համար հոգեհացին խորովածներ եւ կամ ճոխ ուտեստեղեն չենք դնում, այլ դնում ենք այնպիսի մի ուտեստ, որը չափավորության մեջ հիշեցնում է մեզ այդ մարդու կենթանությունը նրա հետ հաց կիսելը եւ մենք այդպես արտահայտում ենք մեր հարգանքը իրեն հանդեպ։ Իսկ երբ որ մենք հիշում ենք Քրիստոսի չարչարանքները եւ գնում ենք դեպի ավագ շաբաթ, երբ որ մեր Տիրոջը խաչեցին եւ մենք վերապրում ենք այդ սոսկումը մարդկային ողջ կյանքի ընթացքում, մենք չենք կարող ճոխ ուտեստներով մեր ընթացքը առաջնորդել դեպի խաչելություն, բոլոր դեպքերում հոգեհացի սեղանը շատ ավելի ճոխ է, քան պասուց սեղանը, այնտեղ միս կա, եթե այդպես դիտարկենք, բայց ամեն դեպքում դա էլ ծիսական հիմա այնքան ճոխություններ են անիմաստանում, հիմա շատ ներողություն եմ ես խնդրում, բայց շիրմաքարներ են դարձնում ես իմիջ, բայց դա այդպես չի եղել, ի սկզբանե նրա խորհուրդը այդպեսին չէ։ Միանշանակ համաձայն եմ։ Իմ ասածն է, ես պնդում եմ, որ չեմ կարող չհարցնել մի հարց։ Մեղրը թույլատրվում է պահքին, այն բուսական է թե կենդանական։ Եթե մենք եկեղեցու կանոններով ենք առաջնորդվում, ապա մեղրը թույլատրելի է։ Իսկ եթե մենք խիստ պահք ենք պահում, ուրեմն մեզ համար պահքը աղու հաց է, եւ այդպես էլ եկեղեցու տոնացույցի մեջ մեծ պահքի շրջանը կոչվում է աղու հացի շրջան։ Եթե մենք խիստ պահեցողություն ենք կատարում, ապա մենք միայն աղու հաց պիտի ճաշակենք երեկոյան որոշակի ժամին։ Եվ սա 40 օր, եւ սա հատուկ է վանական շրջանակներին, ճգնավորներին, ովքեր հանապաս աղոթքի մեջ են։ Այստեղ եթե կարելի է մի կարևոր շեշտադրում անեմ։ Եթե մենք պահք ենք պահում, պահքի ժամանակ մեր մարմինը որոշակի կերպով թուլանում է, ինչպես արդեն նշեցին։ Եվ եթե մենք հոգին աղոթքով հանապաս չզորացնենք, մեր անձի ներդաշնակությունը կխախտվի եւ մենք կարող ենք հյուծվել։ Եվ դուք կարծում եք զորական աղոթքով կարող էր սուր բարձրացնել թշնամու դեմ կամ շինականը գութան բռնել 40 օր աղոհաց ուտելով։ Եթե զորականը, եթե շինականը ճգնավոր է եւ ապրում է այրերում, լեռներում, կարող է։ Եթե նա ապրում է իր բնականոն կյանքում, եկեղեցին նրա առջև այդպիսի խիստ պահեցողության խնդիր չի դնում։ Այնպես որ չի կարելի շփոթել։ Իդեպ պարոն ամենայն հայոց կաթողիկոսի այդ մի դեպքն եք դուք ասում, բայց ի տարբերություն նույն կաթոլիկ եկեղեցու, ես էլ պնդում եմ, ես էլ եմ կարդաց է թեև պատմաբան չեմ, որ մեր եկեղեցին ընդհանրապես երբևիցե որևիցե հարցում ոչ մի բան չի պնդել եւ չի փաթաթել որևիցե մեկի վզին։ Ուզում եմ մի բան էլ նշել, որ անգամ այսօր մեր հոգևոր հայրերը շատ եւ հանդուրժող են եւ նաեւ ասում են մարդիկ, ովքեր ունեն առողջական խնդիրներ, ենթադրենք պետք է ուտի կաթնեղեն, նա կարող է ուտել այդ կաթնեղենը եւ որևէ մեկը քեզ չի ասում, որ օ, ինչու կերար դու վերջ մեղքի մեջ ես։ Չէ, այդ պահոց շրջանում կարեւոր է քո աղոթքը, քո ներհայեցողությունը, եկեղեցին անպայման հաճախելը, գնալը, որովհետեւ մենք տներում փակվում ենք, ասում ենք ես իմ մեջ եմ հավատում, բայց չէ, դա էլ դիսցիպլինա է, դա էլ սկզբունք է, դա էլ սովորույթ է, որ անպայման պետք է պահել եւ ցանկալի է ինձ թվում է գնալվանք եւ այս բոլորի հանրագումարն է կոչվում պահոց շրջան։ Պետք չի ակցենտը դնել մսի, չգիտեմ ինչ կերակրատեսակի վրա։ Ես մի անգամ մարդ գիտեմ, տանը հավ չէր պատրաստում, ասում ես պահքի մեջ եմ զզում եմ հավին կպչեմ։ Ինձ համար խնդիր չի, ես կարող եմ մսեղեն ուտեստ պատրաստել եւ ես չուտեմ։ Դա իմ ընտրությունն է եւ որևէ մեկի պարտադրանք չկա։ Եվ քո ասել տերասողիկի, եթե դու աղոթքով քո ամենօրյա ինքնա խարազանմամբ թեկուզ չես քեզ վերաիմաստավորում, ուրեմն անիմաստ է այդ պահքը։ Ես 10 տարուց ավել 10 տարի է ինչ պահում եմ ոչ շատ, բայց վերջին 5 տարին է երևի, որ քիչ թե շատ ուզում եմ մոտենալ այն ամենին, ինչ կոչվում է մեծ պահք, որովհետև դա ունի խորհուրդ, որը պետք է ճանաչես եւ դրա համար պետք է գիտելիք, կյանքի
փորձ եւ այլն։ Շնորհակալություն։ Ես ընդհանրապես ակնկալում եմ այո կամ ոչ Տեր հայր։ Ես ճիշտ հասկացա, որ այդ 40 օրը դա մարդկության պատմությունն է, հա, որ անցնում է, այսինքն նույն ձև ոնց որ 9 ամսվա մեջ պտուղը անցնում է ամբողջ այն էվոլյուցիան, որը անցել է բնությունը։ Այո։ Ճիշտ հասկացա։ Այո։ Շնորհակալություն։ Քանի որ մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, ես պարզապես ուզում եմ ասել, որ հարգելի հեռուստադիտողներ, անկախ նրանից կպահեք պահքը, չեք պահի, բայց իմացեք, որ դա այն ճանապարհն է, որը որ անցնում է յուրաքանչյուր ոք, որպեսզի տեսնի ինչ է եղել, այսինքն վերաիմաստավորի այն գենետիկ կոդը, որը հազարամյակներով նստած է իր մեջ եւ որ ինքը ստացել է։ Եվ ես կարծում եմ դրանով ես համաձայն եմ այստեղ Նազենիի հետ, ես կարծում եմ յուրաքանչյուր մարդ պարզապես կատարելագործվում է եւ այստեղ արդեն ընտրությունը իրենն է, ուզում է կատարելագործվել, թե ոչ։ Շնորհակալություն։